Ողջույն, այսօրվա մեր թեման զուգահեռ տոնայնություններն են։ Զուգահեռ են կոչվում այն ազգակից տոնայնությունները, որոնք ունեն բանալու կողքին միևնույն նշանը, սակայն տարբեր տոնիկաներ, եւ մեր զուգահեռ տոնայնությունների արանքում ընկած է 1.5 տոն։ Ավելի լավ պատկերացնելու համար վերցնենք մի ընտանիք, որտեղ կա քույր եւ եղբայր։ Քույրը վերցնենք մաժորն է, իսկ եղբայրը մինորը։ Քանի որ նրանք քույր եւ եղբայր են, բնականաբար ունեն միևնույն ազգանունը, բայց տարբեր անուններ։ Եվ քրոջ եղբոր տարիքային տարբերությունը 1.5 տոնն է։ Մտապահեք, հիմա մեր օրինակով քույրը մաժորն է, եղբայրը մինորը։ Նրանք ունեն միևնույն ազգանունը, բանալու կողքին միևնույն նշանը, սակայն տարբեր տոնիկաներ։ Օրինակ, մաժորը վերցնենք քույրը Անին է, իսկ եղբայրը Դավիթը։ Ահա, տարբեր անուններ ունեն։ Մեր զուգահեռ տոնայնությունները մաժոր եւ մինոր եւս ունեն տարբեր անվանումներ, տարբեր տոնիկաներ։ Նաեւ մեր քրոջ եղբոր տարբերությունը տարիքային 1.5 տոն է, իսկ տոնայնությունների արանքում ինտերվալը, տարածությունը 1.5 տոն է կամ փոքր տերցիա։ Իսկ հիմա եկեք ստեղնաշարի վրա ցույց տամ, թե որոնք են զուգահեռ տոնայնությունները։ Ինչպես հիշում ենք, մաժորը մեր ավագ քույրն էր, չէ՞։ Ուրեմն մինորը պետք է լինի տերցիա կամ 1.5 տոն ցածր ներքև։ Ահա, եթե մենք 1.5 տոն ներքև նվագենք, ստացվում է լա նոտան։ Ուրեմն զուգահեռ տոնայնությունը, զուգահեռ մինոր տոնայնությունը կլինի լա մինորը։ Ուրեմն դո մաժոր, նրա զուգահեռ տոնայնությունը կլինի լա մինորը։ Ուրեմն նայեք, մաժորից, երբ որ մենք ուզում ենք գտնենք զուգահեռ տոնայնությունը, պետք է անպայման ներքև իջնենք։ Իսկ մինորից, նայեք, լա մինորի զուգահեռ տոնայնությունը բնականաբար կլինի դո մաժոր։ Ասենք, եթե սա մաժորը քույր Անին է, եղբայրը Դավիթն է, ուրեմն Անին Դավիթից մեծ է 1.5 տոն կամ փոքր տերցիա, իսկ Դավիթը 1.5 տարի փոքր է Անիից։ Ուրեմն հետևաբար իրանց արանքում ընկած է 1.5 տոն, հիշեցինք, եթե մաժորից ենք նայում զուգահեռ տոնայնությունը, պետք է անպայման հաշվենք դեպի ներքև։ Մինորից ենք ուզում գտնենք իր զուգահեռ տոնայնությունը, ուրեմն անպայման 1.5 տոն հաշվում ենք դեպի վերև։ Ահա, ուրեմն դո մաժորի զուգահեռ տոնայնությունը լա մինորն է, նայեք, դո մաժորի 6-րդ աստիճանն է լա մինորը։ Ահա, եւ երրորդ աստիճանն է մինորից։ Ինչպես նաեւ դո մաժորը նշան չունի, հետեւաբար լա մինորն էլ նշան չունենա։ Վերցնում ենք մի մինորը եւ փորձում ենք գտնել զուգահեռ տոնայնությունը։ Հիշում եք, եթե մինոր է, զուգահեռ տոնայնությունը գտնելու համար մենք 1.5 տոն փոքր տերցիա պետք է վերև բարձրանանք։ Սա մեր Դավիթն է։ Դա 1.5 տոն փոքր է Անից, ահա, ստացվում է կես տոն եւ 1 տոն, 1.5 տոն, ուրեմն ստացվեց սոլ մաժոր։ Մի մինորի զուգահեռ տոնայնությունը սոլ մաժորն է։ Ինչպես հիշում ենք, սոլ մաժորը ունի մեկ նշան ֆա դիեզ։ Սա նրա ազգանունն է։ Հիշում եք, Անի եւ Դավիթը ունեն միևնույն ազգանունը։ Ահա, ֆա դիեզը նրանց ազգանունն է։ Եթե սոլ մաժոր ունի ֆա դիեզ, հետևաբար մի մինորն էլ կունենա նույն ազգանունը։ Եթե օրինակ Անին Պետրոսյան է, հետևաբար Դավիթն էլ կլինի Պետրոսյան, քանի որ նրանք քույր եւ եղբայր են, ազգակից են։ Ահա, ուրեմն եթե սոլ մաժոր ունի ֆա դիեզ, հետևաբար մի մինորն էլ պետք է ունենա նույն նշանը ֆա դիեզ։ Բայց նայեք, տոնիկաները տարբեր են։ Տոնիկան դա հենց այդ մեր մաժոր գամմայի առաջին աստիճանն է։ Սոլ է, սոլ մաժորի տոնիկան, մի մինորի տոնիկան մի է, նայեք, տարբեր են իրանց տոնիկաները։ Մի մինորի տոնիկան մի է, սոլ մաժորի տոնիկան սոլ է։ Всё, ուրեմն հասկացանք, որ զուգահեռ տոնայնությունները ունեն տարբեր տոնիկաներ, սակայն միևնույն նշանը։ Անունները սրա քրոջ եղբոր օրինակով Անին եւ Դավիթը ազգակից են եւ ունեն միևնույն ազգանունը Պետրոսյան, սոլ մաժոր, մաժորը պատկանում է մաժոր լադին, մինորը պատկանում է մինոր լադին։ Բնականաբար նրանք տարբեր են եւ բնավորությամբ եւ տոնիկաներով, բայց ունեն միևնույն ազգանունը ֆա դիեզ։ Վերցնենք ռե մաժորը եւ նրա զուգահեռ տոնայնությունը։ Ռե մաժոր ունի երկու դիեզ, ֆա դիեզ եւ դո դիեզ։ Ահա, նրա զուգահեռ տոնայնությունը
նույն նշանները պետք է ունենան։ Այսինքն, եթե վերցրեցինք սա մեր անին է ռե մաժորը, ունի երկու դիեզ, այսինքն ազգանունը Պետրոսյանը կրկին, ուրեմն Դավիթը կրկին կունենա Պետրոսյան ազգանունը, ֆա դիեզ եւ դո դիեզ նշանները։ Ահա, մաժոր է, մինորը ոնց են գտնում։ Մաժորից մենք պետք է 1.5 տոն ներքև հաշվենք։ Ուրեմն, սա 1 տոն, սա 2 տոն, 1.5 տոն, ստացվեց սի նոտան։ Ուրեմն, ռե մաժորի զուգահեռ տոնայնությունը կլինի սի մինորը։ Սի մինորն էլ կունենա 2 դիեզ։ Իսկ դիեզները կռահեք գրեք կոմենտարիաների բաժնում ավելի ճիշտ։ Ահա, եկեք մի տոնայնություն էլ վերցնենք մաժոր եւ մինոր։ Եկեք ֆա մաժորը վերցնենք։ Ֆա մաժորը ունի մեկ նշան։ Սի բեմոլ։ Ահա, իսկ նրա զուգահեռ տոնայնությունը գտնելու համար պետք է 1.5 տոն իջնենք ներքև։ Սակայն, եթե մեր մաժորը անին է, Դավիթը կրկին կունենա նույն ազգանունը, այսինքն բանալու կողքին միևնույն նշանը, այսինքն սի բեմոլը, երկու տոնայնություններն էլ կունենան նույն նշանը սի բեմոլ, բայց տոնիկաները տարբեր են։ Ֆա մաժորից 1.5 տոն ներքև, 2 տոն, 1 տոն ստացվում է ռե մինոր։ Ուրեմն ռե մինորը եւս կունենա մեկ նշան սի բեմոլ։ Ահա եւ ֆա մաժորը եւ նրա զուգահեռ տոնայնությունը։ Իսկ հիմա եկեք մի քիչ ավելի բարդ։ Մի մաժորը վերցնենք, ունի 4 դիեզ, ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ, ռե դիեզ, ահա 4 դիեզ։ Տեսնում եք ինչ հարուստ է մեր մի մաժորը։ Նրա զուգահեռ տոնայնությունը գտնենք։ 1.5 տոն ներքև։ Սա մեր 1 տոնն է, 2 տոն ներքև կստացվի դո դիեզ։ Կամ փոքր տերցիա ներքև հիշում ենք, ուրեմն դո դիեզ մինոր է ստացվում, հետևաբար մեր դո դիեզ մինորը կունենա նույն նշանները, ֆա, դո, սոլ, ռե, ահա, սա է մեր մի մաժորի զուգահեռ տոնայնությունը դո դիեզ մինոր։ Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել, դնել լայք եւ գրել ձեր հարցերը կոմենտարիաների բաժնում, ես մեծ սիրով պատրաստ եմ պատասխանելու բոլորիդ հարցերին։